Բարև ժողովուրդ, մի հատ լավ հետևորդ ունիմ, ինք ազգային ժողովի պատգամավորը, անունն է Կարեն, ազգանունը Սարոխանյան։ Եվ վերջի տեսանյութերից մեկի տակ գրառում է, որում գրել Արթուր ջան, հիասթափվա քեզանից։ Լավ է Կարեն ջան, տորոզնից հիասթափես կում նորմալ է լսենք։ Սուր դատողությունդ չերիկեց հասկանալու համար, որ ժամացույցների մեկը 5 րոպե, մյուսը 3, մյուսը 4, մյուսը 1։ Սա չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը որ մարտահայտություն էր, որ բոլորը մնացել են 7-րդ դասարանում, տոլի 7 տարի նույն դասարանում, Կարեն ջան, ըստ երևույթին դուք ձեր թիմով մնացել եք ընդհանրապես քարե տարում, որովհետև մենակ քարե տարում կար։ Բայց գիտես, դու միշտ կփորձես ինձի գրառումների մեջ ինչ-որ վիրավորանք հնչեցնես, խայտես, գիտես, խեյտերոր կունենաս ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակով, դուք բավականին լուրջ բան է, ես շատ ուրախ եմ, որ մեր ազգային ժողովում վերջապես կա գոնեմ մի ատոմ հասուն պատգամավոր, որ հանրային դաշտին ուշադրություն կդարձնի եւ հաջող գրառումներ կնե եւ կպատասխանե։ Բայց այդ տեսանյութում ես արտահայտություն էր, որ դուք Նիկոլ Փաշինյանի թշնամին եք բոլորդ, եւ այո, Նիկոլ Փաշինյանի վարկագիծը, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը Շիրակի մարզում դուք եք գծողը, դու, Էմա Պալյանը, Մուշեղ Մուրադյանը, Դավիթ Արուշանյանը, դուք ձեր չաշխատելով, ձեր անպանությամբ պրոստը գծեք։ Ու Կարեն ջան, քեզի խնդրանք էլի, ինգեր ջան, մի փորձ ինձ վիրավորես։ Ճիշտ է, դες բլանկաշատանային միգուցե ժամացույցների իմաստը կասկնա, որովհետև քարե տար չէ, էլի, կարելի է, չունեմ, հազարատ ժամացույցների ձևեր կա, բաներ կա, կարելի առնել տնել, ավելի ցիվիլ է անել։ Բայց ենք, գիտես, չեմ ուզե շատ գնիմ հետևիցդ, եթե գնիմ հետևիցդ շատ բան քանեմ չեր երես։ Ու դու ճիշտ կենես, որ Աստծուն կաղաչես, որ ես հանգարց մի տեղը Նիկոլ Փաշինյանին չհանդիպիմ։ Միշտ վարեք այդ մոմը բոլորը, որովհետև ես Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպիմ, կարող եմ մի տեղը խոսամ հայ փոստի տնօրենի մասին, քննիչականի պետի տեղակալի մասին, ուտես զանազան կադրեր, որոնք որ քու օգնությամբ են եկել, որոնք որ հարցերի մեջ են, որոնք որ խնդիրների մեջ են։ Ես կարող եմ Նիկոլ Փաշինյանին տեսնելուց հետո ինչ օժանդակեցիր, որ Սարիգը կրվի, հասկանանք, թե չէ, դու ինձ հասկանաս, ես քեզ ինչ կսեմ։ Կարող են 10-20 հազար հոգի նոր գնային, այս բային չհասկանան, ես ինչու մասին կխոսան, բայց դու լավ կհասկանաս, Կարեն ջան։ Ու գիտես, ասենք, ճիշտ է, դու գրել ես իմ, ինչ գրել, իմ, в общем, իմ միտքս այնքան կա օր, միտքս կնային 10,000, 20,000, 30,000 հոգի։ Քո ավտոյի մեջ ռեմեն քաշել գցել այդ վրան, ընդամենը նայել են 5,000 հոգի, տոլի ինչի տո բան չես խոսա, դու միտքի չունես։ Դուք եք ես ազգի մեջ Նիկոլ Փաշինյանի անունը գծողները։ Դուք ձեր անգիտությամբ եւ ոչ մի բան չենելով։ Շատ շուտով վաղվանից երևի կսկսեմ ես տեսանյութները ուղղակի զապիս կենեմ, մոնտաժը վերջացնեմ կգցեմ, ու դուք հասկանաս, որ ես ձեզ կամաց կթաղեմ։ Բայց արիցպես ենք, հանգարց անդս մի ադմել ես վիրավոր է, ես այն ժամանակ քիշես, որ ժողովրդի խապիկոր բարբիտուրատ են կդե, բարբիտուրատը դիգ նարկոտիկ չէ, ոչինչ, ասենք, աշխատին պես չենես ես կսեմ նորից քեզնով զբաղվել, էլ ասենք, հեմի ավելի շատ ես կուզեմ քիչում Արուշանյան Դավիթով զբաղվիմ, ու կզբաղվիմ, իսկ դուք մտածեք, որ եկուց էլի մարդկանց պիտի տուգանեն մորտի տեղ չեղնելու համար, դուք մտածեք, որ դուք ազգային ժողովի բարձր ամբիոնից մի անգամ մեկ խելացի բան եմ չեք, դեր միակ խելացի բանն եղել ენი, որ դուք ելել եք Նիկոլ եք Կովացել։ Դու մտածեն որ մասին, որ դու չկաս, ենքան որ քու մարզիդ կամ քաղաքիդ որևիցե խնդիր երբևիցե չես բարձրացել եւ մարզում հարց չունիս լուծած։ Բայց այն հարցերից, որոնց մեջ նոր դու կաս, իսկ ես շատ բան գիտեմ, թե դու որ հարցերի մեջ չկաս, զգուշ եղի։ Չփորձես ինձ խառնես քեզի հետ, չգիտեմ, նա այնպես չենես, ես եկնում քո հետևից Կարեն ջան։ Էլ քեզ ես անգամ հեշմարտ չի բրգե, հեշմարտու խոսքը էլ չի անցնի։ Հանգարց մի ամիտ տեղը ես սկսեցի զբաղվել քեզնով, ես քեզ խոսք ունեմ։
Նիկոլն անձամբ քեզ կկանչի կամ SMS կգրի դու մանդատը կարտենես։ Ու էլ կերգնեմ աղոտ է հանգարց ես Նիկոլին չտեսնիմ անձամբ որ տեսա շատ հարցեր կուտամ Նիկոլին, որը քեզ հիմար շատ վատ կերնի։ Սա չգիտեմ գիշերները դու ուտել ես։